Ինչ անել, երբ թվում է, թե Աստված լքել է քեզ ամենասարսափելի պահին։ Պատկերացրեք մի քահանայի, ջարդված ու առնաքամ։ Նա ընկած է անապատի ավազներին, դիտելով, թե ինչպես են իր հոտին տանում դեպի անխուսափելի մահ։ Նա կորցրել է ամեն հույս։ Փակում է աչքերը, սպասելով վերջին հարվածին։ Բայց հետո տեղի է ունենում ոչ թե մահ, այլ մի բան այնքան անհավատալի ու սարսափազդու, որ զինված զինվորները սկսում են գոռալով փախչել խավարի մեջ։ Նրանք տեսան ինչ-որ բան, իրական բան։ Սա պարզապես գոյատևման պատմություն չէ, սա իրական վկայություն է այն մասին, թե ինչպես հազարամյակներ առաջ նահատակված սրբի ոգին կարող է վերադառնալ պաշտպանելու իր ժողովրդին։ Մենք ցույց կտանք այն ակնթարթը, որը մահվան քարավանը վերածեց հրաշքների ուխտագնացության, բայց ամենակարևորը դուք կիմանաք այն հոգևոր զենքի գաղտնիքը, որը թույլ է տվել հայ ժողովրդին հարություն առնել մոխիրներից, երբ բոլորը նրանց համարում էին վերացած։ Այն, ինչ հիմա կլսեք, կցնցի հավատքի և պատմության մասին ձեր բոլոր պատկերացումները։ Բաժանորդագրվեք հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը։ Տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Արևը մայր էր մտնում Կոստանդնուպոլսի վրա, նրա վերջին հիվանդագին շողերը ներկում էին հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու քարե գմբեթը, առնագույնով։ Կարծես երկինքն ինքը կանխազգում էր գալիք սպանդը։ Դա 1915 թվականի ապրիլյան մի երեկո էր, որը ոչնիչով չէր տարբերվում մյուսներից, բայց օդում կախված էր մի անբացատրելի սառը լարվածություն, ինչպես ամպրոպից առաջ։ Եկեղեցու ներսում խունքի թանձր քաղցր բույրը խառնվել էր հալվող մեղրամոմերի հոտին և հավատացյալների լուռ բայց հուսահատ աղոթքների շշունջին, որոնք կարծես կառչում էին սրբապատկերների սառը դեմքերից։ Երիտասարդ քահանա Տեր Հովհաննեսը, որի տարիքը հազիվ էր անցել 30-ից, ավարտում էր երեկոյան ժամերգությունը։ Նրա ձայնը, թեև ամուր ու հնչեղ, հազիվ էր թաքցնում ներքին դողը, որը սողում էր նրա երակներով ինչպես սառցե օձ։ Նրա հայացքը սահում էր հավաքվածների սակավաթիվ խմբի վրայով, ծերունիներ, որոնց կնճռոտ դեմքերին դաջված էր դարերի իմաստնությունն ու տառապանքը, կանայք, որոնք իրենց սև շալերի մեջ էին ամուր փաթաթել քնաթաթախ երեխաներին, կարծես փորձելով նրանց պաշտպանել ոչ թե երեկոյան զովից, այլ աշխարհի չարությունից, և երիտասարդներ, որոնց աչքերում դեռևս վառվում էր հույսի վերջին թույլ կայծը։ Նրանց մեջ էր նաև Անահիտը, մի աղջիկ, ում մուգ, խորը աչքերը փայլում էին այնպիսի անսասան հավատքով, կարծես նրա մաքուր հոգին արդեն տեսնում էր այն, ինչը մյուսների համար անտեսանելի էր, հաղթանակի լույսը խավարի վերջում։ Ժամերգությունից հետո, երբ եկեղեցին գրեթե դատարկվել էր և միայն մի քանի կանայք էին մնացել մոմեր վառելու, Տեր Հովհաննեսին մոտեցավ ծերունի արքեպիսկոպոս Տեր Մեսրոպը։ Նրա ձյունաճերմակ մորուքը, որը հասնում էր մինչև կուրծքը, և խորը թախծոտ աչքերը նրան հաղորդում էին աստվածաշնչյան մարգարեի տեսք։ Նա իր 45 տարվա հովվական ծառայության ընթացքում շատ փոթորիկներ էր տեսել, շատ վիշտ էր կրել, բայց այսօր նրա հոգին անհանգիստ էր, ինչպես երբեք, կարծես մի ահռելի ալիք էր բարձրանում հորիզոնում, սպառնալով կուլ տալ իրենց փոքրիկ նավը։ Հայր Սուրբ, շշնջաց Տեր Հովհաննեսը, խոնարհվելով նրա օրհնությունը ստանալու համար, և նրա ձայնի մեջ հնչում էր ոչ միայն հարգանք, այլև որդիական տագնապ։ Աստված օրհնի քեզ, որդյակ, պատասխանեց արքեպիսկոպոսը, իր չորացած երակներով պատված ձեռքը դնելով երիտասարդ քահանայի գլխին։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց ծանր, ինչպես հին տաճարի զանգի ղողանջը։ Աղոթիր, Հովհաննես, աղոթիր այնպես, ինչպես երբեք չես աղոթել։ Փոթորիկ է մոտենում որդյակ, մի այնպիսի փոթորիկ, որը մեր ժողովուրդը դեռ չի տեսել, և մեր նավը կարիք ունի ամուր խարսխի։ Այդ խոսքերը սառեցրին Տեր Հովհաննեսի երակներում արյունը։ Նա գիտեր, որ քաղաքում սարսափելի լուրեր էին պտտվում հայ մտավորականների, գրողների, բժիշկների գիշերային ձերբակալությունների մասին, բայց նրա երիտասարդ լավատես հոգին հրաժարվում էր հավատալ ամենավատին։ Ինչպես կարող էր նման բան պատահել 20-րդ դարում, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Դա անհնար էր։ Դա պետք է որ սխալ լիներ, բայց դա միայն սկիզբն էր։ Այդ գիշեր, երբ քաղաքը խորը քնի մեջ էր, և միայն լուսինն էր անտարբեր լույս սփռում դատարկ փողոցների վրա, եկեղեցու ծանր կաղնե դուռը կոպտորեն բախեցին։ Հարվածներն այնքան ուժգին էին, որ թվում էր, թե պատերը ցնցվում են։ Տեր Հովհաննեսը, որը քնել էր խորանի կողքի մի փոքրիկ խցում, վեր թռավ։
Զինվորները, առանց պատասխանի սպասելու, կոտրեցին դուռը և ներխուժեցին ներս, իրենց կեղտոտ կոշիկներով պղծելով սուրբ վայրը։ Նրանք եկել էին Տեր Մեսրոպի հետևից։ Ծերունի արքեպիսկոպոսը, որը դուրս էր եկել աղմուկի վրա, կանգնեց նրանց դիմաց հանգիստ ու անվախ։ Նա առանց շտապելու հագավ իր սքեմը, վերցրեց իր ձեռքի արծաթե խաչը և նայեց քարացած Տեր Հովհաննեսին։ «Մի վախեցիր», ասաց նա հանգիստ, բայց հստակ ձայնով, որը թվում էր, թե խլացնում էր զինվորների զենքերի շխկոցը և նրանց կոպիտ հրամանները։ «Մեր ճանապարհը Գողգոթայի ճանապարհն է։ Մեր նախնիները հարյուրավոր անգամներ են անցել այս ճանապարհով, բայց մենք գիտենք, որ Գողգոթայից հետո միշտ հարություն է գալիս։ Պահիր հավատքի կրակը վառ, որդյակ։ Դու ես հիմա հովիվը, պահպանիր իմ հոտը»։ Եվ հետո նրան տարան։ Նրանք հրեցին ծերունուն դեպի մութ գիշերը։ Տեր Հովհաննեսը մնաց մենակ, սառած, դատարկված եկեղեցու մեջ, որտեղ մոմերը մեկ առ մեկ հանգչում էին քամուց, կարծես ողբալով գալիք անվերջանալի խավարը։ Նրա հոգևոր վիճակը փշրված էր։ Նրա երիտասարդական իդեալիզմը, նրա հավատը մարդկային բարությանը բախվել էր դաժան անհասկանալի իրականությանը։ Նա հիմա միայնակ էր, և նրա փխրուն ուսերին դրված էր մի ամբողջ ժողովրդի հոգևոր ճակատագրի անտանելի բեռը։ Ինչ կարող էր անել նա, որտեղից գտնել ուժ, երբ թվում է, թե երկինքն ինքը փակել է իր դռները։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Նա հասկացավ, որ իրական պայքարը, հավատքի իրական փորձությունը նոր է սկսվում, և նա կամ պետք է կոտրվել այդ բեռի տակ, կամ գտներ իր մեջ մի ուժ, որի գոյության մասին նույնիսկ չէր էլ կասկածում։ Տեր Հովհաննեսը կանգնած էր խորանի առաջ։ Նրա ձեռքերը դողում էին, երբ շոշափում էր հին մագաղացյա ավետարանը, որը դարերի խորքից էր եկել, պահպանելով իր էջերում սերունդների աղոթքների ու արցունքների անտեսանելի հետքերը։ Ամեն մի տառը, գրված սև և կարմիր հնչյուններով, կարծես շշնջում էր մի պատմություն հայ ժողովրդի հոգևոր ոդիսականի մասին։ Մի պատմություն, որն այժմ կրկնվում էր իր աչքի առաջ։ Նրա մտքով անցավ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տանջված, բայց անկոտրում կերպարը։ Նա պատկերացրեց, թե ինչպես է Լուսավորիչը 13 երկար, անվերջանալի տարիներ անցկացրել խորվիրապի խավար ու նեխած փոսում, որտեղ միակ ընկերակիցները օձերն ու կարիճներն էին։ Նա սնվում էր միայն հավատքով և մի բարի կնոջ կողմից գաղտնի բերված հացի փշրանքներով։ Ինչ էր զգացել նա այդ անվերջանալի մենության, այդ կենդանի թաղման մեջ։ Ինչպես էր նրա հոգին չէր կոտրվել այդքան սարսափելի փորձության տակ։ Պատասխանը մեկն էր՝ անսասան, գրեթե խելահեղ հավատ առ Աստված։ Հավատք, որը լույս էր դառնում ամենախոր խավարում։ Եվ այդ լույսը, ի վերջո, դուրս եկալ վիրապից, լուսավորելու մի ամբողջ ազգ, դարձնելով Հայաստանը աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը։ Այս պատմությունը պարզապես անցյալի դրվագ չէր, դա հիմքն էր, ժայռը, որի վրա կառուցվել էր հայկական ինքնությունը։ Հայ առաքելական եկեղեցին դարձել էր ոչ միայն հոգևոր կենտրոն, այլև ազգային պետականության բաբախող սիրտը, լեզվի, մշակույթի և հիշողության անխոնջ պահապանը։ Էջմիածնի մայր տաճարը, որը ըստ ավանդության կառուցվել էր Լուսավորչի տեսիլքի համաձայն այն վայրում, որտեղ իջավ Միածինը, դարձել էր համայն հայության հոգևոր մայրաքաղաքը, մի վայր, որտեղից աստվածային շնորհը հորդում էր, միավորելով բոլոր հայերին, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում էին նրանք ապրում։ Հետո Տեր Հովհաննեսի միտքը թռավ դեպի 5-րդ դարի արյունոտ դաշտերը։ Նա տեսավ Ավարայրի դաշտը, կարմիր ներկված ոչ միայն քաջերի արյունով, այլև անմահ հավատքի կրակով։ Սուրբ Վարդան Մամիկոնյանը և նրա 1386 նահատակները գիտակցաբար գնացին մահվան ընդդեմ պարսկական հզոր բանակի, որը եկել էր արմատախիլ անելու նրանց հավատքը։ Նրանք գիտեին, որ ֆիզիկապես պարտվելու են, բայց նրանք նաև գիտեին, որ կա մի հաղթանակ, որը զենքով չի նվաճվում։ Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ անմահություն։ Այս խոսքերը դարձան հայ ժողովրդի դիմադրողականության ուխտը։ Վարդանանց պատերազմը ոչ թե հողի, այլ հոգու համար էր։ Եվ այդ պայքարում նրանք հաղթեցին։ Որովհետև նրանց մահը կյանք տվեց գալիք սերունդներին, պահպանելով քրիստոնեական հավատքը որպես ազգային ինքնության անբաժանելի մաս։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչպես էին այդ պատմությունները կրկնվելու։ Արաբական նվաճումներ, սելջուկյան արշավանքներ, մոնղոլական հորդաներ։ Ամեն անգամ, երբ թվում էր, թե հայ ժողովուրդը կանգնած է բնաջնջման եզրին, եկեղեցին դառնում էր ապավեն։ Վանքերը, տաթևը, հաղպատը, գեղարդը դառնում էին ոչ միայն աղոթատեղիներ, այլև գիտության, գրի և մշակույթի անառիկ բերդեր։ Խաչքարերը, քարի մեջ քանդակված ժանյակե աղոթքները, ծաղկում էին ամբողջ Հայաստանով մեկ, վկայելով մի ժողովրդի անկոտրում հավատքի և ստեղծագործ ոգու մասին։ Եվ հետո եկավ նա, Սուրբ Գրիգոր Նարեկացին։
Նրա մատյան ողբերգության գիրքը դարձավ հայ հոգու հայելին, նրա խոստովանությունը։ Այնտեղ տիեզերական խորության ապաշխարության մեջ ամփոփված էր մարդկային ցավի և աստվածային ողորմության ողջ դրաման։ Նարեկացին սովորեցրեց հայերին խոսել Աստծո հետ ոչ թե պաշտոնական ծեսերով, այլ սրտի խորքից բխող անկեղծ այրող խոսքով։ Նրա գիրքը դրվում էր հիվանդների բարձի տակ, որպես բժշկության միջոց, որպես հոգևոր փարոս ամենամութ գիշերներին։ Այս ամենը լուսավորիչը, Վարդանը, Նարեկացին, Էջմիածինը, Խաչքարերը, Ձեռագրերը, Սուրբ Պատարագի խորհուրդը, այս ամենը հիմա կենտրոնացել էր Տեր Հովհաննեսի հոգում։ Նա հասկանում էր, որ իրենց սերունդը կանգնած է նույն ընտրության առաջ, ինչ Վարդանանց զորքը։ Սա պարզապես քաղաքական հալածանք չէր, սա հոգևոր պայքար էր գոյության իրավունքի համար։ Եվ հենց այդ պահին լսվեցին առաջին կրակոցները։ Փողոցից լսվում էին գոռոցներ, թուրքերեն հայհոյանքներ, կանանց սրտաճմլիկ ճիչեր։ Մոտալուտ հոգևոր պայքարի առաջին նշաններն այլևս նշաններ չէին։ Դրանք վերածվել էին մղձավանջային իրականության։ Դժոխքը բացել էր իր դռները, և առաջինը, ում նա ուզում էր կուլ տալ, հայ ժողովրդի հավատքն էր։ Տեր Հովհաննեսը ամուր սեղմեց ավետարանը կրծքին, կարծես դա իր միակ վահանն էր։ Նա գիտեր, որ այս գիշեր կամ իրենք կդառնան նոր նահատակներ, կամ նոր հրաշքի վկաներ, կամ գուցե երկուսը միասին։ Խավարը սկսում էր իր հարձակումը։ Խավարը պատել էր քաղաքը, բայց իրական խեղդող խավարը մարդկանց սրտերում էր։ Հաջորդ օրերին Տեր Հովհաննեսը դարձավ ականատես այնպիսի տեսարանների, որոնք մարդկային միտքը հրաժարվում էր ընկալել, այնպիսի դաժանության, որը թվում էր, թե պատկանում է դժոխքի ամենախորը շրջաններին, ոչ թե մարդկային աշխարհին։ Հայ տղամարդկանց հավաքում էին փողոցներից և տներից կեղծ խոստումներով, թե տանում են բանակ, բայց իրականում նրանց տանում էին դեպի մահվան դաշտեր, որտեղից վերադարձ չկար։ Կանանց, երեխաների և ծերերի անվերջանալի քարավանները, ինչպես սգո գետեր, հոսում էին քաղաքի փողոցներով, դեպի անհայտություն, դեպի Միջագետքի այրող անապատները։ Հիմնական հոգևոր հակամարտությունը դրսևորվեց իր ողջ սարսափով։ Դա պայքար էր ոչ թե պարզապես կյանքի և մահվան միջև, այլ հավատքի և հուսահատության, հույսի և լիակատար ընկճվածության միջև։ Աշխարհը իր դաժանությամբ և անիմաստ անարդարությամբ բախվել էր եկեղեցու հետ, որը դարեր շարունակ քարոզում էր սեր և ներում։ Ինչպես կարելի էր հավատալ բարի ամենակարող Աստծուն, երբ տեսնում ես, թե ինչպես են նորածիններին խփում քարերին մայրերի աչքի առաջ։ Ինչպես կարելի էր աղոթել հայր մերը, երբ երկնային հայրը կարծես լուր էր, խուլ ու անտարբեր։ Տեր Հովհաննեսը փորձում էր պայքարել։ Այո, նա փորձում էր։ Նրա առաջին փորձերը ավանդական էին, այնպիսին, ինչպիսին սովորել էր սեմինարիայում, գրքային, միամիտ։ Նա գիշերները գաղտնի ժամերգություններ էր կատարում եկեղեցու խոնավ, սառը նկուղում, փոքրաթիվ հավատացյալների համար, որոնք կարողացել էին թաքնվել և դեռ կառչուղեին հրաշքի հույսից։ Նրա ձայնը դողում էր, երբ կարդում էր Սաղմոսները։ Տեր լոյս իմ և կյանք իմ, ես յումմե երկիթ։ Տերը իմ լույսն է ու իմ կյանքը, ես ումից պիտի վախենամ։ Բայց վախը ամենուր էր։ Այն օդի մեջ էր, որ շնչում էին, ջրի մեջ, որ խմում էին, հացի մեջ, որ ուտում էին։ Նա փորձեց դիմել ավագանու խորհրդին, այն հայերեն ձևով լուծելու ճանապարհին, մի քանի հայտնի հայերի հետ, որոնք իրենց հարստության կամ կապերի շնորհիվ դեռ ազատության մեջ էին, նա փորձեց բանակցել տեղի թուրք պաշտոնյաների հետ։ Նրանք առաջարկում էին ոսկի, խնդրում էին ողորմություն, հիշեցնում էին տարիների բարիդրացիության մասին։ Բայց նրանց դեմքերը քարից էին։ Նրանց աչքերում կար միայն սառը, անասելի արհամարհանք։ Սա պետական հրաման է, ասում էին նրանք անտարբեր ձայնով, ձեր ճակատագիրը վճռված է։ Ամեն ինչ փոխվեց, երբ լուր եկավ Գևորգ Ե. Սուրենյանց կաթողիկոսի մասին։ Օսմանյան կառավարությունը պահանջել էր, որ վեհափար հայրապետը, որպես հայ ժողովրդի հոգևոր առաջնորդ, հրամայի հայերին հանձնել զենքերը և առանց դիմադրության ենթարկվել տեղահանությանը։ Կաթողիկոսը, գտնվելով Էջմիածնում, ռուսական զորքերի պաշտպանության ներքո, կանգնած էր սոսկալի ընտրության առաջ։ Նրա մերժումը կարող էր արագացնել կոտորածները, իսկ համաձայնությունը կդարձներ նրան իր ժողովրդի դահիճը։ Գևորգ Ե. կաթողիկոսի պատասխանը դարձավ լեգենդ։ Նա կտրականապես մերժեց, հայտարարելով, որ չի կարող իր հոտին տանել դեպի սպանդանոց։ Նա կոչ արեց հայերին պաշտպանվել, ինչով կարող են, որտեղ կարող են։ Այս լուրը, հասնելով Կոստանդնուպոլսի թաքնված հայերին, դարձավ և ոգեշնչման, և վերջնական դատավճռի աղբյուր։
Եկեղեցու հիերարխիան իդեմս իր գլխի ընտրել էր դիմադրության, այլ ոչ թե հնազանդության ճանապարհը։ Բայց ինչ դիմադրություն կարող էին ցույց տալ մի բուռ անզեն մարդիկ։ Տեր Հովհաննեսի հոգում պայքարը սրվեց։ Մի կողմից Քրիստոսի պատվիրանն էր՝ սիրեցեք ձեր թշնամիներին, մյուս կողմից իր ժողովրդի գոյության հարցն էր։ Նա տեսնում էր, թե ինչպես են իր ծխականները կանգնում դիվային ընտրության առաջ՝ ուրանալ հավատքը և ընդունել իսլամ, փրկելով իրենց ֆիզիկական կյանքը, թե մնալ քրիստոնյա և գնալ մահվան։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Մի գիշեր, երբ զինվորները ներխուժեցին այն տունը, որտեղ թաքնվում էր Անահիտը իր ընտանիքի հետ, մի թուրք զինվոր նրա հորը ստիպեց ոտքով կոխել ավետարանը։ Հայրը հրաժարվեց, նրան տեղում սպանեցին։ Հետո զինվորը մոտեցավ Անահիտին, նրա ձեռքին դաշույն։ «Հիմա դու», մռնչաց նա, «ուրացիր քո Հիսուսին և կապրես»։ Անահիտը, 17-ամյա աղջիկը, նայեց ուղիղ նրա աչքերի մեջ։ Նրա դեմքին վախ չկար, միայն մի անբացատրելի հանգստություն։ Նա հանեց իր վզի փոքրիկ, փայտե խաչը, համբուրեց այն և ասաց. «Իմ Հիսուսը չի ուրացել ինձ խաչի վրա, ես ինչպես նրան ուրանամ այստեղ»։ Զինվորը սառեց։ Մի ակնթարթ նրա դաժան դեմքին երևաց շփոթություն, գուցե նույնիսկ հիացմունք։ Այդ ակնթարթը բավական էր, որպեսզի նրա ուշադրությունը շեղվի։ Հարևան սենյակից հնչեց կրակոց։ Մեկ այլ զինվոր պատահաբար կրակել էր։ Իրարանցման մեջ Անահիտին հաջողվեց դուրս սողոսկել և անհետանալ մթության մեջ։ Այս պատմությունը, հասնելով Տեր Հովհաննեսին, ցնցեց նրան մինչև հոգու խորքը։ Դա այլևս աստվածաբանական բանավեճ չէր, դա կենդանի հավատքի վառ վկայություն էր։ Նա հասկացավ, որ իրենց զենքը ոչ թե սուրն է, այլ հոգու անկոտրում ուժը։ Բայց արդյոք այդ ուժը բավարար կլիներ մի ամբողջ ազգ փրկելու համար։ Այս հարցի պատասխանը դեռ թաքնված էր արցունքների և արյան միջով անցնող ճանապարհի վերջում։ Եթե Տեր Հովհաննեսը կարծում էր, թե տեսել է չարիքի հատակը, նա դառնորեն սխալվում էր։ Իրավիճակը ոչ թե պարզապես բարդացավ, այլ վերածվեց ապոկալիպտիկ մղձավանջի, մի անվերջանալի ճանապարհորդության դեպի դժոխքի սիրտը։ Կոստանդինուպոլսից հանվեցին հայերի վերջին խմբերը, և այլևս թաքնվելու տեղ չկար։ Տեր Հովհաննեսին, Անահիտին և մի քանի տասնյակ այլոց, հիմնականում կանանց ու երեխաների, որոնք կարծես մարդկային ստվերներ լինեին, միացրին մահվան քարավաններից մեկին, որը փոշու ամպերի մեջ ձգվում էր դեպի դեռ զորի անապատները, դեպի իրենց Գողգոթա։ Ճանապարհը դժոխքի միջով անցնող ուխտագնացություն էր։ Տապը անողոք էր, արևը անխնա, իսկ ջուրն ու սնունդը գրեթե բացակայում էին, դառնալով ավելի թանկ, քան ոսկին։ Ժանդարմները, որոնք ուղեկցում էին քարավանը, իրենց պահում էին գազանների պես, որոնցից հանել էին վերջին զսպաշապիկը։ Ամեն օր մարդիկ էին մահանում՝ ծարավից, սովից, հիվանդություններից կամ պարզապես դաժան ծեծից։ Եկեղեցու պատիվը և համայնքի հեղինակությունը այլևս վերացական հասկացություններ չէին։ Դրանք վտանգված էին ամեն քայլափոխի, ամեն մի կորցրած հոգու հետ։ Տեր Հովհաննեսը փորձում էր պահպանել իր հոտի մնացորդները։ Նա իր ջրի չնչին բաժինը տալիս էր երեխաներին, իր հացի կտորը հղի կանանց։ Նա գիշերները, երբ ժանդարմները քնած էին, շշունջով կարդում էր նարեկից հատվածներ, փորձելով մխիթարել մահամերձներին։ Բայց նրա խոսքերը հաճախ խեղդվում էին հուսահատության մեջ, քանի որ նա տեսնում էր, թե ինչպես է հավատքի լույսը մարում մարդկանց աչքերում։ Ինչ կասեն հավատացյալները, գործոնը դարձել էր դաժան իրականություն։ Բայց հիմա հարցը տալիս էին ոչ թե դրսինները, այլ իրենք իրենց։ Տեր հայր, մի օր նրան մոտեցավ մի կին, որի երեխան նախորդ գիշեր մահացել էր նրա գրկում։ Նրա աչքերը չորի էին, դատարկ, կարծես արցունքներն էլ էին չորացել նրա հոգում։ «Որտեղ է քո Աստվածը, ինչով է նա թույլ տալիս այս ամենը։ Միթե մենք այնքան մեղավոր ենք, որ արժանի ենք այս տանջանքներին»։ Տեր Հովհաննեսը պատասխան չուներ։ Ինչ կարող էր ասել։ Իր սեփական հավատքը ճաքեր էր տալիս ամեն օր, ամեն ժամ։ Նա նայում էր երկնքին, բայց այն պղնձի պես կարմիր էր ու անտարբեր։ Նա աղոթում էր, բայց նրա աղոթքները թվում էին անպատասխան, կարծես բախվում էին անտեսանելի պատին և ընկնում էին ետ անապատի ավազների վրա։ Եկեղեցական ավանդույթների և կանոնների ճնշումը դարձել էր անտանելի։ Նա պետք է լիներ հույսի խորհրդանիշ, բայց իր սեփական սրտում հույսը մարում էր, ինչպես մոմը քամու տակ։
Իրավիճակը հասավ իր գագաթնակետին մի գիշեր, անապատի մեջտեղում։ Քարավանը կանգ էր առել մի չորացած գետի հունում։ Ժանդարների պետը, մի դաժան եւ այլասերված մարդ, հրամայեց հավաքել բոլոր գեղեցիկ աղջիկներին, այդ թվում Անահիտին։ Նրանց ճակատագիրը պարզ էր։ Տեր Վովանեսը, մողանալով իր սանը եւ վախը, առաջ նետվեց։ «Կանգ առեք», գոչեց նա, «Աստծու անունով, մի արեք դա, սրանք անմեղ երեխաներ են»։ Ժանդարմի պետը ծիծաղեց, մի սառը սարսափելի ծիծաղ։ «Քո Աստվածը մերած է, քահանա, կամ գուցե նա էլ թուրք է դարձել»։ Նա մոտեցավ Տեր Հովհաննեսին եւ ատրճանակի կոթով հարվածեց նրա դեմքին։ Քահանան ընկավ գետնին, նրա շուրթերից արյուն էր հոսում։ «Հիմա նայիր», ասաց պետը, ատրճանակը պահելով նրա գլխին, «նայիր, թե ինչպես է քո հոտը ցրվում»։ Այդ պահին Տեր Հովհաննեսի հոգում ինչ-որ բան կոտրվեց, նա պարտված էր, նրա Աստվածը լուռ էր, նրա եկեղեցին անզոր էր, նրա ժողովուրդը կոտորվում էր։ Նա փակեց աչքերը, սպասելով մահվան։ Խավարը կուլ տվեց նրան, նա կորցրեց գիտակցությունը, իր վերջին մտքում լսելով աղջիկների սրտաճմլիկ ճիչերը։ Նա կարծում էր, թե սա վերջն է, բայց նա չգիտեր, որ ամենախոր խավարից առաջ է բացվում լույսը։ Այնինչ տեղի ունեցավ հետո, պարզապես անհավատալի էր։ Երբ նա ընկած էր գետնին, արյան մեջ թաթախված, նրա հոգին կարծես թողեց մարմինը։ Նա տեսավ ոչ թե ժանդարմներին ու տանջվող կանանց, այլ մի տեսիլք, որը պիտի փոխեր ամեն ինչ։ Նա տեսավ մի լուսավոր կերպար, որը կանգնած էր Անահիտի եւ մյուս աղջիկների կողքին։ Այդ կերպարի դեմքը փայլում էր, իսկ ձեռքին կարծես թուր կար։ Ժանդարմները, որոնք մոտենում էին աղջիկներին, հանկարծ սարսափահար կանգ առան, կարծես անտեսանելի պատի բախվելով։ Նրանք սկսեցին գոռալ, ցույց տալով դեպի դատարկությունը եւ խուճապահար փախչել։ Տեր Հովհաննեսը չէր հասկանում, թե ինչ է տեսնում։ Դա իրական էր, թե մահվան զառանցանք։ Բայց երբ նա նորից եկավ գիտակցության, տեսավ, որ աղջիկները ողջ ու անվնաս են, իսկ ժանդարմները վախեցած հավաքվել են խարույկի շուրջ, ինչ-որ անհասկանալի բաներ մրմնջալով։ Անահիտը մոտեցավ նրան, օգնեց նստել։ «Ինչ պատահեց», հազիվ շշնջաց քահանան։ Անահիտի աչքերը լցված էին արցունքներով, բայց դրանք ուրախության արցունքներ էին։ «Դուք չտեսաք, Տեր հայր», ասաց նա դողացող ձայնով, «Սուրբ Վարդանն է մեզ հետեր, նա կանգնեց մեր եւ նրանց միջև, նրանք տեսան նրան»։ Տեր Հովհաննեսը նայեց Անահիտին, հետո երկնքին։ Այն այլևս պղնձի պես կարմիր չէր, այն լի էր աստղերով, որոնք փայլում էին այնպիսի պայծառությամբ, ինչպիսին նա երբեք չէր տեսել։ Նրա հավատքը ոչ թե վերականգնվեց, այլ վերածնվեց կրակի եւ արյան միջով, վերածվելով մի նոր, անսասան եւ անհաղթելի ուժի։ Գիշերը անապատում խորն էր ու լուռ, այնպիսի խորը լռություն, որ թվում էր լսվում է աստղերի շարժը երկնքում։ Ժանդարմների խուճապը փոխարինվել էր տագնապալի սնահավատ լռությամբ։ Նրանք այլևս չէին մոտենում հայերին, այլ հեռվից, զգուշավոր, գրեթե վախեցած հայացքներով հետևում էին նրանց, կարծես վախենալով ինչ-որ անտեսանելի, բայց հզոր ուժից, որը պաշտպանում էր իրենց զոհերին։ Տեր Հովհաննեսը նստած էր ավազի վրա, նրա դեմքի վերքը դեռ ցավում էր, բայց նրա հոգու անհամեմատ ավելի խորը վերքը սկսել էր մեղմանալ։ Նա փորձում էր հասկանալ տեղի ունեցածը, ընկալել անըմբռնելին։ Սուրբ Վարդանն է, իսկապես, միթե հնարավոր էր, որ 1500 տարի առաջ ավարայրի դաշտում նահատակված զորավարի ոգին իջներ անապատի խավարի մեջ, պաշտպանելու իր ժողովրդի դուստրերին։ Բանականությունը, տրամաբանությունը, այն ամենը, ինչ նա սովորել էր, մերժում էր դա։ Դա հակասում էր բոլոր ֆիզիկական օրենքներին, բայց այն, ինչ տեսել էին նրա աչքերը, այն, ինչ զգացել էր նրա հոգին, ավելի իրական էր, քան անապատի ավազը եւ գիշերվա ցուրտը։ Սա պատմության շրջադարձային կետն էր։ Տեր Հովհաննեսը խորը հիմնարար հոգևոր ցնցում էր ապրում։ Նրա աստվածաբանական գիտելիքները, նրա գրքային սառը հավատքը փշրվել էին։ Դրանց փոխարեն ծնվում էր մի նոր, կենդանի, անմիջական հավատք։ Աստված այլևս հեռավոր, լուռ, անհասանելի երկնային հայր չէր։ Նա ներկա էր, այստեղ եւ հիմա, իր սրբերի միջոցով, իր հրաշքների միջոցով։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Վարդան Մամիկոնյանը, Սուրբ Գրիգոր Նարեկացինը պարզապես պատմական կերպարներ չէին։ Նրանք հաղթանակած եկեղեցու անդամներ էին, որոնք պայքարում էին զինվորյալ եկեղեցու, իրենց երկրային եղբայրների եւ քույրերի հետ միասին։
Այս աստվածային հայտնությունը ամբողջությամբ փոխեց հոգևոր իրավիճակի նրա ընկալումը։ Նա հասկացավ, որ իրենց պայքարը մենակ չեն մղում, երկինքը նրանց հետ էր, նրանց տառապանքները անիմաստ չէին, դրանք Քրիստոսի չարչարանքներին մասնակցությունն էին, նրանց մահը ոչ թե վերջն էր, այլ անմահության սկիզբը, ճիշտ ինչպես Վարդանանց նահատակների մահը։ Այդ գիշեր Տեր Հովհաննեսը չքնեց, նա աղոթում էր, բայց նրա աղոթքն այլևս խնդրանք չէր, այլ զրույց։ Նա խոսում էր Աստծո հետ, ինչպես որդին կխոսեր սիրող հոր հետ։ Նա խոսում էր Սուրբ Վարդանի հետ, շնորհակալություն հայտնելով նրան իր պաշտպանության համար։ Նա խոսում էր Նարեկացու հետ, նրա բառերով արտահայտելով իր հոգու խորքերը, իր ցավը, իր ապաշխարությունը և իր նոր գտած հույսը։ Տեր, շշնջում էր նա, նայելով աստղալից երկնքին, ես հասկացա, մեր մարմինները կարող են ոչնչացնել, բայց մեր հոգին անմահ է, մեր եկեղեցիները կարող են քանդել, բայց մեր հավատքը քարից է, այն քարից, որի վրա Քրիստոս կառուցեց իր եկեղեցին, և դժոխքի դռները չեն կարող հաղթել նրան։ Մեր անունները կարող են ջնջել այս հողից, բայց դրանք գրված են կյանքի գրքում։ Երկնքում Լուսադեմին նա հավաքեց իրեն շրջապատող մի քանի տասնյակ հոգնատանջ, բայց այժմ հույսով լցված մարդկանց։ Նրա դեմքը փոխվել էր, հուսահատության ստվերները անհետացել էին, դրանց փոխարինել էր մի ներքին, հանգիստ լույս։ Եղբայրներ և քույրեր, ասաց նա հանգիստ, բայց հզոր ձայնով, որը տարածվեց լուռ անապատում։ Այս գիշեր մենք տեսանք հրաշք, մենք տեսանք, որ Աստված մեզ չի լքել, մեր սուրբ նախնիները մեզ հետ են։ Մենք պարտված չենք, մենք ուխտավորներ ենք, որոնք գնում են դեպի երկնային Երուսաղեմ։ Այս անապատը մեր Գողգոթան է, բայց մենք գիտենք, որ մեզ սպասում է հարությունը։ Նա հանեց իր պարկից մի փոքրիկ փայտե խաչ, որը կարողացել էր փրկել իրենց այրված եկեղեցուց։ Նա բարձրացրեց այն։ Սա մեր դրոշն է, հայտարարեց նա։ Սա մեր զենքն է, սա մեր հաղթանակի նշանն է։ Քանի դեռ մենք պահում ենք այս խաչը մեր սրտերում, մենք անպարտելի ենք։ Այդ պահին մի նոր ուժ լցրեց քարավանի մարդկանց սրտերը։ Նրանք այլևս վախեցած հուսահատ զոհեր չէին։ Նրանք նահատակներ էին, որոնք գնում էին դեպի իրենց պսակը։ Նրանց քայլերը դարձան ավելի ամուր, նրանց հայացքները ավելի վճռական։ Նրանք սկսեցին երգել շարականներ, հոգևոր երգեր, որոնք դարեր շարունակ ուժ էին տվել իրենց նախնիներին։ Նրանց ձայները, թույլ բայց միասնական, թռչում էին անապատի վրայով, որպես անկոտրում ոգու վկայություն։ Հրաշքը ոչ միայն փրկել էր նրանց մարմինները, այլև վերակենդանացրել էր նրանց հոգիները։ Հրաշքի լուրը տարածվեց քարավանում կայծակի արագությամբ, շշուկից շշուկ, սրտից սիրտ, վերածվելով հավատքի մի հզոր, անդիմադրելի ալիքի, որը լվաց տարավ հուսահատության և վախի վերջին մնացորդները։ Այն, ինչ տեղի ունեցավ, այլևս պարզապես մի քանի մարդկանց տեսիլք չէր։ Ամբողջ համայնքը, այս փոքրիկ տառապյալ եկեղեցու անապատի մեջ, արձագանքեց հրաշքին միասնաբար, կարծես մի մարմին։ Սկսվեց հոգևոր հարաբերությունների և համոզմունքների խորը ցավոտ, բայց և մաքրագործող վերանայում։ Առաջինը արձագանքեցին ժանդարմները։ Նրանց դաժանությունը փոխարինվել էր սնահավատ վախով, նրանք այլևս չէին համարձակվում մոտենալ հայերին, չէին ծեծում, չէին սպանում։ Նրանք պարզապես քայլում էին հեռվից, իրենց հայացքներում խառնված լինելով վախն ու անհասկանալի հարգանքը։ Նրանք տեսել էին մի բան, որը չէին կարող բացատրել, և այդ անբացատրելին նրանց սարսափեցնում էր։ Սա առաջին պտուղն էր։ Հրաշքը դարձել էր անտեսանելի վահան։ Բայց ամենակարևոր փոփոխությունները տեղի ունեցան հենց հայերի մեջ։ Նրանք, ովքեր մինչ այդ կորցրել էին հույսը, ովքեր սկսել էին տրտնջալ Աստծո դեմ, այժմ լցվել էին նոր հավատքով։ Նրանք մոտենում էին Տեր Հովհաննեսին, խնդրում էին ներում իրենց թուլության համար։ Նրանք մոտենում էին Անահիտին, կարծես նա սրբուհի էր, և խնդրում էին նրա աղոթքները։ Համայնքի ներսում ձևավորվեցին նոր դաշնակիցներ։ Մարդիկ, որոնք մինչ այդ փակվել էին իրենց անձնական վշտի մեջ, այժմ սկսեցին օգնել միմյանց, կիսել իրենց ջրի և հացի վերջին կաթիլներն ու փշրանքները։ Նրանք դարձան մեկ ընտանիք, միավորված ոչ միայն ընդհանուր տառապանքով, այլև ընդհանուր հրաշքով։ Սակայն, ինչպես միշտ հայտնվեցին նաև հակառակորդներ։ Ոչ բոլորը ընդունեցին հրաշքը։ Մի քանի հոգի, որոնց սրտերը քարացել էին վշտից, կամ որոնք գաղտնի հույսեր էին փրկվել իսլամ ընդունելու միջոցով, սկսեցին կասկածներ տարածել։ Դա զանգվածային զառանցանք էր, շշնջում էին նրանք։ Արևահարությունից մեր ուղեղները մթաքնել են, մի հավատացեք այս հեքիաթներին, միայն ուժն է, որ հարգում են այս մարդիկ։ Նրանց առաջնորդում էր մի մարդ, Սարգիս անունով, որը նախկինում հարուստ վաճառական էր և չէր կարողանում հաշտվել իր կորուստների հետ։ Նա դարձավ ներքին թշնամի,
փորձելով քայքայել համայնքի նոր գտած միասնությունը։ Այսպիսով քարավանը բաժանվեց երկու մասի։ Մեծամասնությունը ոգեշնչված հրաշքով հետևում էր Տեր Հովհաննեսին եւ Անահիտին, իրենց տառապանքը ընդունելով որպես հոգևոր սխրանք։ Փոքրամասնությունը Սարգսի գլխավորությամբ փնտրում էր փրկության երկրային ուղիներ, պատրաստ լինելով ամեն ինչի, նույնիսկ ուրացության։ Մի օր, երբ քարավանը հասավ մի փոքրիկ օազիսի, լարվածությունը հասավ իր գագաթնակետին։ Սարգիսը իր կողմնակիցների հետ մոտեցավ ժանդարմների պետին։ «Մենք պատրաստ ենք ընդունել ձեր հավատքը», ասաց նա։ «Միայն խնայեք մեր կյանքը, մենք կծառայենք ձեզ»։ Ժանդարմի պետը, որը դեռ գտնվում էր նախորդ գիշերվա հրաշքի ազդեցության տակ, նայեց նրանց արհամարհանքով։ «Ես կարիք չունեմ ձեր նման վախկոտների», ասաց նա։ «Նրանք, ցույց տալով Տեր Հովհաննեսի խումբը, ունեն մի բան, որը դուք չունեք, նրանք ունեն հավատք, եւ ես սկսում եմ մտածել, որ նրանց Աստվածը ավելի հզոր է, քան մերը»։ Երբ Սարգիսը եւ նրա խումբը լսեցին այս խոսքերը, նրանք սառեցին։ Սա անհավանական էր։ Իրենց դահիճը խոսում էր իրենց հավատքի ուժի մասին։ Այդ պահին նրանք հասկացան, որ պարտվել են ոչ թե թուրքերին, այլ իրենց սեփական անհավատությանը։ Տեր Հովհաննեսը մոտեցավ նրանց։ Նրա հայացքում չկար դատապարտում, միայն կարծիքանք։ «Դեռ ուշ չէ, եղբայրներ», ասաց նա հանգիստ։ «Վերադարձեք ձեր հոտը, Աստծո ողորմությունը անսահման է»։ Սարգիսը նայեց Տեր Հովհաննեսին, հետո իր կողմնակիցներին, եւ նրա աչքերից արցունքներ հոսեցին։ Նա ընկավ քահանայի ոտքերի առաջ։ Համայնքը վերամիավորվեց, ավելի ուժեղ, քան երբևէ։ Նրանք հասկացել էին, որ իրենց միակ փրկությունը ոչ թե փախուստի կամ ուրացության, այլ միասնության եւ հավատքի մեջ է։ Նրանք պատրաստ էին դիմակայելու ամեն ինչի, որովհետև գիտեին, որ մենակ չեն, երկինքը նրանց հետ էր։ Տեր Հովհաննեսը, ոգեշնչված երկնային հայտնությունից եւ իր հոտին նոր գտած միասնությունից, այլևս չէր կարող պարզապես պասիվ զոհ լինել։ Նրա մեջ արթնացել էր մարտնչող քահանայի ոգին, վարդանանց ոգին։ Նա հասկացավ, որ իրենց պայքարը պետք է լինի ոչ միայն պաշտպանողական, այլև ակտիվ։ Նա սկսեց վճռական գործողություններ ձեռնարկել, որոնք պետք է փոխեին քարավանի ճակատագիրը։ Նա անցավ մտորումներից դեպի գործողություն։ Նրա առաջին քայլը ուղղակի բախուլն էր չարի ուժերի հետ։ Նա հավաքեց քարավանի տղամարդկանց եւ կազմակերպեց գիշերային պահակախմբեր։ Նրանք զինված էին միայն փայտերով ու քարերով, բայց նրանց սրտերը լի էին հավատքով։ Նրանք այլևս թույլ չէին տալիս, որ ժանդարմները գիշերները մտնեն իրենց ճամբար եւ տանեն կանանց կամ սպանեն թույլերին։ Առաջին իսկ փորձի ժամանակ հայ տղամարդիկ Տեր Հովհաննեսի գլխավորությամբ շրջապատեցին ժանդարմներին։ Նրանք չհարձակվեցին, այլ պարզապես կանգնեցին, լուռ, վճռական, իրենց ձեռքերում պահելով իրենց պարզունակ զենքերը։ Ժանդարմները, զարմացած եւ վախեցած այս անսպասելի դիմադրությունից, նահանջեցին։ Դա փոքր հաղթանակ էր, բայց այն անչափ կարևոր էր։ Այն ցույց տվեց, որ նրանք այլևս անպաշտպան ոչխարների հոտ չեն։ Սկսվեց ակտիվ պայքար ճշմարտության եւ եկեղեցական արդարադատության համար։ Տեր Հովհաննեսը սկսեց գրի առնել ամեն ինչ։ Նա գաղտնի օրագիր էր պահում, մանրամասն նկարագրելով ժանդարմների բոլոր վայրագությունները, մահացածների անունները, նահատակվածների պատմությունները։ Նա հասկանում էր, որ եթե իրենք նույնիսկ չգոյատևեն, ճշմարտությունը պետք է ապրի։ Այս օրագիրը պետք է դառնար մեղադրական եզրակացություն մարդկության դատաստանի առաջ։ Բայց նրա ամենակարևոր գործողությունը հոգևոր դաշտում էր։ Նա հասկացավ, որ իրենց գլխավոր զենքը ոչ թե քարն ու փայտն է, այլ աղոթքը եւ սուրբ խորհուրդները։ Նա սկսեց ամեն օր կատարել ժամերգություններ, ոչ թե գաղտնի, այլ բացահայտ, ամբողջ քարավանի աչքի առաջ։ Նա օգտագործում էր մի հարթ քար որպես սուրբ սեղան։ Նա չուներ սուրբ անոթներ, բայց ուներ իր հավատքը։ Նա հացի փշրանքներով եւ ջրի կաթիլներով կատարում էր սուրբ պատարագի խորհուրդը, հաղորդություն տալով իր հոտին։ Այդ պահերը անասելի զորություն ունեին։ Անապատի մեջտեղում, իրենց դահիճների աչքի առաջ, այս տանջված մարդիկ միանում էին Քրիստոսին, ստանալով հոգևոր ուժ եւ անմահության հույս։ Ժանդարմները նայում էին այս տեսարանին, ոչինչ չհասկանալով, բայց զգալով, որ այստեղ տեղի է ունենում մի խորհուրդ, որը իրենց հասու չէ։ Մի անգամ ժանդարմների պետը մոտեցավ Տեր Հովհաննեսին, երբ նա ավարտում էր պատարագը։ «Ինչ եք անում, քահանա», հարցրեց նա, առանց սովորական կոպտության։ «Մենք ուտում ենք մեր Աստծո մարմինը եւ խմում ենք նրա արյունը», հանգիստ պատասխանեց Տեր Հովհաննեսը, որպեսզի ունենանք հավիտենական կյանք։ Ժանդարմը երկար նայեց նրան, հետո հաղորդություն ստացող մարդկանց հանգիստ լուսավորված դեմքերին։ Նա գլուխը թափահարեց եւ հեռացավ, առանց որևէ խոսք ասելու։ Այդ պահին ամեն ինչ կարող էր փոխվել։
Տեր Հովհաննեսը հասկացավ, որ իրենց պայքարը ազդում է նույնիսկ իրենց թշնամիների վրա։ Նրանք սերմանում էին ոչ թե ատելություն, այլ հավատքի սերմեր, որոնք գուցե մի օր կծլեին նույնիսկ այս քարքարոտ հողի վրա։ Նա գիտեր, որ ճանապարհը դեռ երկար է ու դժվար, եւ որ իրենց դեռ սպասվում են բազմակիվ փորձություններ, բայց նա այլևս չէր վախենում։ Նա գտել էր իր ճանապարհը։ Նա ոչ թե պարզապես գոյատևում էր, այլ մարտնչում էր, հանուն իր Աստծո, իր եկեղեցու եւ իր ժողովրդի անմահ հոգու, եւ այդ պայքարում նա արդեն հաղթող էր։ Ամբողջ հակամարտության գագաթնակետը եւ հանգուցալուծումը տեղի ունեցավ ոչ թե ճակատամարտում, այլ մի մարդու հոգում։ Քարավանը հասել էր Դեր-Զորի մատույցներին։ Ավազները սպիտակ էին մարդկային ոսկորներից։ Օդը լի էր մահվան հոտով։ Սա վերջն էր։ Ժանդարմների պետը, որի վարքագիծը փոխվել էր հրաշքից հետո, մոտեցավ Տեր Հովհաննեսին։ Նրա դեմքին այլևս դաժանություն չկար, այլ մի տեսակ հոգնածություն եւ գուցե նույնիսկ ամոթ։ «Քահանա», ասաց նա, «հրաման է եկել։ Վաղը բոլորից պետք է վերջ տրվի, բայց ես քեզ առաջարկ ունեմ։ Ես տեսել եմ քո հավատքը, ես տեսել եմ քո Աստծո ուժը։ Փախիր, այս գիշեր ես կօգնեմ քեզ եւ այն աղջկան Անահիտին փախչել։ Միայն ձեզ երկուսիդ, մնացածը դատապարտված են»։ Սա բոլոր փորձություններից ամենասարսափելին էր։ Դա գայթակղություն էր, փրկել սեփական կյանքը, փրկել այն աղջկան, որը դարձել էր հրաշքի խորհրդանիշ, եւ թողնել հոտը գայլերին։ Տեր Հովհաննեսը նայեց ժանդարմին, հետո իր քնած հոգնատանջ հոտին։ Նա տեսավ ծերունիների, կանանց, երեխաների դեմքերը։ Նրանք վստահում էին իրեն։ Նա նրանց հովիվն էր։ Ինչպես կարող էր նա լքել նրանց։ Նա հիշեց Տեր Մեսրոպի վերջին խոսքերը. «Պահպանիր իմ հոտը»։ Նա հիշեց Քրիստոսի խոսքերը. «Բարի հովիվը իր կյանքը տալիս է իր ոչխարների համար»։ «Ոչ», պատասխանեց նա հաստատակամորեն, «ես կմնամ իմ ժողովրդի հետ։ Մեր ճակատագիրը մեկ է»։ Ժանդարմի պետը նայեց նրան երկար, անթարթ։ Նրա աչքերում կար անհավատություն, հետո հիացմունք։ «Ես գիտեի, որ այդպես կասես», մրմնջաց նա։ «Դուք տարօրինակ ժողովուրդ եք»։ Նա շրջվեց եւ հեռացավ։ Այդ գիշեր Տեր Հովհաննեսը հավաքեց իր ժողովրդին վերջին անգամ։ Նա չխոսեց մահվան մասին, նա խոսեց հավիտենական կյանքի մասին, նա խոսեց հարության մասին, նա կատարեց վերջին պատարագը, եւ բոլորը հաղորդվեցին։ Նրանց դեմքերը լուսավոր էին, նրանք պատրաստ էին։ Լուսադեմին, երբ զինվորները եկան, նրանք տեսան մի անհավանական տեսարան։ Հայերը կանգնած էին շարքերով, Տեր Հովհաննեսի գլխավորությամբ։ Նրանք չէին լալիս, չէին աղաչում։ Նրանք երգում էին։ Նրանք երգում էին Տեր ողորմյան, եւ նրանց ձայները հզոր կերպով հնչում էին անապատի վրա։ Զինվորները կանգ առան։ Նրանք երբեք նման բան չէին տեսել։ Նրանք տեսել էին մարդկանց, որոնք մահից առաջ լալիս էին, փախչում, կռվում, բայց նրանք երբեք չէին տեսել մարդկանց, որոնք մահը դիմավորում են երգով։ Եվ հետո տեղի ունեցավ վերջին հրաշքը։ Ժանդարմների պետը առաջ եկավ։ Նա հանեց իր սուրը, բայց ոչ թե հայերի վրա բարձրացնելու համար։ Նա մոտեցավ իր զինվորներին։ «Բավական է», գոռաց նա, «այս մարդիկ սուրբ են, նրանց դիպչողը կանիծվի»։ Զինվորները, որոնք արդեն ցնցված էին տեսածից, չհամարձակվեցին չենթարկվել։ Նրանք հիջեցրին իրենց զենքերը։ Այսպիսով քարավանը փրկվեց։ Դա անբացատրելի էր, անտրամաբանական, բայց դա փաստ էր։ Համայնքը հասավ նոր հոգևոր ըմբռնման։ Նրանք հասկացան, որ հավատքի ուժը կարող է հաղթել նույնիսկ մահին։ Նրանք հասկացան, որ աստվածային նախախնմանությունը գործում է ամենաանհավանական ձևերով։ Նրանք տեսան, որ հոգու հաղթանակը կարող է փոխել նույնիսկ քարե սրտերը։ Տարիներ անցան։ Տեր Հովհաննեսը, Անահիտը եւ ցեղասպանությունը վերապրած շատերը հասան Հայաստան։ Նրանք կառուցեցին նոր եկեղեցիներ, նոր դպրոցներ, նոր կյանք։ Նրանք իրենց երեխաներին ու թոռներին պատմեցին իրենց անցած ճանապարհի, իրենց տեսած հրաշքների մասին։ Նրանք փոխանցեցին հավատքի կրակը, որը չէր հանգել նույնիսկ մահվան անապատում։ Հիշողության եւ ժառանգության պահպանումը դարձավ նրանց կյանքի առաքելությունը։ Հայ ժողովուրդը հարություն առավ մոխիրներից, ինչպես Փյունիկ թռչունը։ Եվ այսօր, երբ մենք նայում ենք մեր եկեղեցիներին, լսում ենք մեր շարականները, կարդում ենք մեր սրբերի պատմությունները, մենք գիտենք, որ մեր ուժը ոչ թե զենքի, այլ հոգու մեջ է։ Մեր պատմությունը հավատքի հաղթանակի պատմություն է։ Իսկ դուք, սիրելի բարեկամներ, ինչ կանեիք Տեր Հովհաննեսի փոխարեն։ Կընդունեիք փրկության առաջարկը, թե կմնայիք ձեր հոտի հետ մինչև վերջ։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։
քննարկենք միասին, թե որն է հավատքի իրական ուժը։ Եվ թող մեր նախնիների օրինակը մեզ ուժ տա պահպանելու մեր հավատքը, մեր լեզուն և մեր հայրենիքը, հանուն Հայաստանի լուսավոր ապագայի։ Ամեն։